Ողջույն, ես Լվովյանի լույսը հարմար է նկարելու համար, եկեք ես մի քանի բան կասեմ, հետո կանցնենք նկարահանման իրական նախ նոյեմբերի 20-ն է, 3:20 է, երևի մոտավորապես 13 աստիճան ջերմությունը, ուրեմն Բաջեզդից հենց դուրս եկա, Բաքում նստած էին հարևաններ, որոնց երեխաները Ամերիկայում են։ Հարցրեցի, բժշկականի դիպլոմը անցնում, ասեցին չէ, Ամերիկայում չի անցնում։ Իսկ պոլիտեխնիկինը, ասեցին այ պոլիտեխնիկը չգիտենք։ Մեկը ասեց Զանգտուր պոլիտեխնիկա հատուկ ինչ-որ բաժին ունի, կպատասխանեն։ Ասեցի չէ, շնորհակալություն, առավոտվանից զանգ եմ տալի այդ ջերվեժ ես իմ ուրդ դիմում եմ գրեմ, ինչը հիմա չեմ պատասխանը։ Ասեցին մի 5 օրից 16 օր է անցել, պետք է զանգ տային։ Մի խոսքով, հա, իդեպ ձեռի հետ հասկացա ինչքան հարմար է այդ թոշակառու ուլնել, ազատ օր ունենալ, կարաս զանգ տաս տենց տեղեր, կա դաստեր, պոլիտեխնիկ, տարբեր թանգարաններ, զրուցես, ոմանց հետ կռվես, ոմանց հետ սիրալի, մի խոսքով որը հետաքրքիր կանցնի ու քեզ կզգաս ոնց որ քաղաքում։ Լավ, հիմա, գիտեք ինչ է, ես մտածեցի, ասեցի բանավներում գրել են, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում անցնում են այդ դիպլոմները, ասեցին, այդ չգիտենք։ Մի խոսքով Ամերիկայի հետ կապ ունեն մեր հարևանները։ Ես ճիշտ ասած սկսեցի մտածել, որ գիտեք ոնց է, օրինակ ընկերս ժամանակ որ գնաց, դե քիմիկոս էր ինքը իր գործերը ներկայացրեց բան, ընդեղից ասեցին եկեք մենք ձեզ աշխատանքի կընդունենք։ Ու ինքը գնաց, փաստորեն համալսարանի դիպլոմով քիմիկոսի էլի, ու այնտեղ հիմա աշխատում է, շատ հաջող, այդ դիպլոմն էլ փաստորեն անցնում է։ Կամ ասենք ընկերս Դավիթը ֆիզիկոս է, ինքն էլ հանգիստ կարար, ասենք Ֆրանսիայում աշխատեր, առաջարկում էին այնտեղ, Ամերիկայում էին առաջարկում մնալ լաբորատորիայում եւ այլն։ Դե ստացվում է իր ֆիզիկոսի դիպլոմն էլ է։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, կայացած մասնագետը իհարկե լրիվ ուրիշ է, քան նոր ավարտածը, որ գնա էլի։ Դե Ֆրանսիայում, Գերմանիայում եթե անցնում է, շատ լավ է։ Չնայած ես էլի կասկածում եմ, երևի պոլիտեխնիկը մի քիչ տարբերվում է բժշկականից, բժշկությունը ոնց որ թե ավելի խիստ պետք է որ լինի։ Ինչևից է։ Այդեն ժողովուրդ, Անահիտը չկա, որտեվ ես զարթնեցի արդեն շատ հոգնած էր, մի քանի տեսակի ինչ-որ ճաշեր ասարկեբան, ասեց կլնի, ես պարկեմ, ասեցի կլնի։ Դե քանի որ մենակ եմ, այսօր ոչ մի կատակ-մատակ չսպասեք ինձանից, գայի բողոտայի վրա ենք։ Այսօր մի քիչ գիտական մոտենանք, ես որոշեցի մի հատ գնամ մատենադարան, ու ընդեղից տեսնենք մատենադարանից իջնող մարդը, քանի ուղղությամբ ուր կարա գնա մատենադարանից սկսած, ինձ հետաքրքիր դառավ, գնանք պարզենք, լավ կլինի հետո ձեզ էլ հետաքրքիր, մենակ ինձ չլինի։ Հիշեցի երիտասարդական վաղտ, որ ընկերներով ֆիլմեր էինք նկարում մեզ համար, մենք ծիծաղից թույլանում էինք նկարելուց, հետո նայելուց, իսկ հետո որ ուրիշներին էինք ցույց տալի, հատկապես օրինակ բարեկամներին, լուրջ նստած նայում, ոչ մի ծիծաղ չկար, մի խոսքով, հիմա այսօրվա ֆիլմն էլ կարող է տենց լինի, ինձ շատ հետաքրքիր լինի, տենանք։ Ահա, պատկերացնենք մատենադարանից այս երիտասարդների նման իջանք, հիմա պտտվեմ իջնենք։ Ու տենանք ուր կարանք գնանք։ Առաջինը դեպի ձախ
Կարանք գնանք Պոլիտեխնիկ ինստիտուտ։ Այսինքն մի վաղ կարային գնայինք, հիմա չգիտեմ այդ Կեմպինսկին կառուցեցին։ Հա, այստեղ արգելաձող են դրել, հա։ Հագեց։ Հա, այստեղ ահագին տեղեր են լում կանգնելու։ Դες մասնաշենք, հա։ Այստեղ գորնին է ֆակուլտետը մի վաղտ։ Երևի հիմա էլ տենց մի բան էլի։ Չգիտեմ։ Ահա, այս սենց ճանապարհ կա դեպի Պոլիտեխնիկ, հələ գնանք տենանք։ Մնացել է կարանք հասնենք Պոլիտեխնիկ, թե չէ։ Դե այնտեղ նախտ կամերային թատրոնն է։ Այստեղ տենում եք ահագին ծտեր են քչը լուսամուտներից։ Հիմա ես իրանք չունեմ դժգոհելու, որտեվ ինքս էլ էի Պուշկինսկի դպրոցում են բակը ծտեր գցում դասարանի լուսամուտից։ Շատ հավես զբաղմունք է, բայց հիմա տենում եմ, որ սաղ կեղտոտել ենք, հա։ Հա, բայն չեն կարը։ Դասատուները երկետ ջղային անում էին։ Բայց դե մենք մտածում էինք դասատուները ծտի կայֆից ինչ են հասկանում։ Ես բակը մտել եմ, մանրամասն նկարել եմ, ստեղ մի օր գործ ունեի։ Դրա համար չենք գնա, ստեղից Պոլիտեխնիկ դուրս գալ չի լինում։ Այդ հաստատ այս կամերային է։ Եկեք քանի որ մի քանի տեղ եմ ուզում գնամ, շատ չմանրամասնվենք։ Այն հայերենը պետք է նայի նելով, օհո, դնում եք ստեղել են աստղեր դրել, լավ եկեք տնանք ումանավիրված Ամիրակյան Գյորգի, ես ծանոթ չեմ, անցանք հաջորդին։ Подпомогова Евгения. Подпомоговին գիտեմ, բայց Подпомогова Евгениային չգիտեմ։ Հա, աստորեն երկու աստղեր, ոչ մեկին չեմ ճանաչում։ Ես էլ իրանց ցուցանակները ինչ է սպասվում։ Գնացինք դալշը։ Դրամարկղը։ Չփակ չի մարդ կան ներսը։ Ահա, տղաները գալիս են, նենց որ Պոլիտեխնիկի մուտքը հնարավոր է հաստատ, ինչպես առաջներում։ Այդ ծառերը ոնց որ նոր են տնկած։ Այս աղբն էլ ինչպես միշտ։
Այ ապեն որոնց Հա, շատ հասարակ ձևի դուրս են գալիս։ Էս են կորպուսն է, որ վերևում մի վաղտ գրած էր Microsoft։ Կհիշեք, ստեղ իհարկե դասընկերուն էի, ես շենքում են բակում, այ հեսա, այո, Վասակ Խաչիկյան, հայրնա, ամուսիները ապրել են այս տանը։ Դերում եք ինչ դասընկեր եմ ունեցել, Մարինա Իզաբելլա Դավթյան, վաստակավոր բժշկուհի, մանկաբույժ, իսկ հայրը Վասակ Խաչիկյան, վաստակավոր շինարար, այ հայրը որ շինարար էր գիտեի, վաստակավորը չգիտեի երկե, են էլ մատենադարանի նոր մասնաշենքը, Արտուր Նահեղինակը Մեսչյան, իքսել գնանք, ես էլ Կեմպինսկին է, են վերևը Penthouse են ասում, կարծում եմ թանգանոց ինչ-որ համարներ են այդտեղ, բոլորի վրա կա այդ, երեք էր որ տեսանք ես հալարեցի կամերան փոխեմ, լավ, պարզա որ արդեն պոլիտեխնիկում ենք, երեխեքն է ցույց տվեցին, որ ոչ մի խոչընդոտ չի սպասվում, հայ իզուր չէր էլի, որ արգելաձող էին դրել, չէ, նայում եք ինչ լավ կայանատեղի է, էլեկտրական զարյադիչնի ոնց հայերեն, լիցքավորող սարքեր, այն են երեխեքը որ գնում են, այտենց որ գնանք, կընկնենք պոլիտեխնիկ, վերջ էստեղ ավարտեցինք, հասկացանք մատենադարանից կարանք այս ճանապարհով գնանք պոլիտեխնիկ։ Քեզ ինչ եմ նկար։ Ոնց քեզ։ Իրամուտ չունես նկարելու։ Հաստատ, ես անջատել խոսանք։ Որ մասը։ Այո, հասակակից էինք պարզվեց, ամբողջ կյանքը Էրեբունիում ապրեմ, հիմա էլ Էրեբունիում, մի խոսքով, ընդհանուր ծանոթներ գտնվեցին, մեր ինստիտուտի հետ կապված, դե լավ, հիմա ոնց ես փողոցը անուն ունի, հա, Մաշտոց, հա, Մաշտոց ավենյու, ուրեմն մատենադարանից իջնելուց դեպի ձախ որ թեքվեք, կարակ կամերայինին տոմս առնեք, տեսակ տոմսարկղը բաց էր, կարակ գնաք, եթե պետք է պոլիտեխնիկ, ու դե այնտեղ Տերյան փողոցի վերևի մասը, կարակ գյուղ ակադեմիա էլ գնաք, եթե պետք է, այդ ճանապարհով։ Այս բակում էին Խաչիկյանները, այդտեղ պինգ-պոնգի սեղան կար մի մոմենտ դրած բակում, եկեք սանց գնանք։
Մարդը ասում է, ընդհանրապես որ տարածք ես նկարում, մի հատ պետքա գնաս թույլատրություն հարցնես։ Ասում եմ, դու պատկերացնում ես, ես ամեն օր որ մեկից թույլատրություն գնամ հարցնեմ, այդ ինչ կստացվի։ Ես պրոբկեքը քիչ են գլխիս, այդ էլ ես ճիշտ ասում։ Так, номер 2. Դեկորեն փողոցը պարզ է, այստեղ բան չկա ասելու, մենք տենց մի քիչ մի թեթև թաքնված տեղերով կգնանք էլի, պարզ է ստեղի ապրողները այդ սաղ գիտեն, թաքնված ճանապարհները, ընդեղ բակ է, էլի ոչ մի տեղ չի տանում, տուպիկ է, ես մեկ են անհայտ հիմնարկություններ, որ ինչքան կարդում եմ բան չեմ հասկանում, ստեղ մի վաղտ ուժեղ խմորեղեն վաճառելու կենտրոն էր, գրեթե ամենակարևորը Երևանում, դե իսկ ընդեղ ծանոթ ունենալ այդ շենքում, այդ ուղղակի մուրազ էր, են միտինգների տարիները նկատի ունեմ, աչկամբում նստում էինք, սուրճ էինք խմում, Աշոտ Մանուչարյանին էինք լսում, Լևոն Տեր-Պետրոսյանին, լավ։ Ես էլ կոչվում է, հիշում եք, հայոց տարերի երդ, այսինքն գեղեցիկ, կարծում եմ Մատենադարանի հետ համահունջ է, չէ՞։ Այ Երևանյան փողոց, որը գրեթե չեն փչացրել, չեն փոխել։ Ես մեկը փորձեց անել գլխին, այնքան օին բերեցին, կանգնեց էլի շինարարությունը։ Ինչ սոսի է, նայում եք։ Так, համար 2։ Ես ինչ դպրոց է ստեղ, որտեղից են գալի երեխեքը տեսնես։ Համար 2-ը Սարմեն փողոց։ Ես սրանց ցուցանակը էլ չեմ կարդա, որտեվ մեկը չեմ հիշում։ Ինչ-որ կառավարելու հետ էր կապված։ Այս նախկին Երևան պրոյեկտը հիմա գյուղակադեմիայինն է, ներողություն, Գեղարվեստի ակադեմիայինն է, այնքան ակադեմիա մարդ շփոթվում է, դե մի հատ էլ ես փողոցով գնանք, ստեղ էլ եմ մեկ-մեկ մտնում, որ շատ նեղն եմ ընկնում, մտամ, որ կանգնելու տեղ գտնեմ, բայց տառապանք է ուղղակի։ Ստեղ անցյալ անգամ մտա, չէ՞, լավ մարդ էր պահակը։ Այս շենքերը հետաքրքիր է, որ հիմնարկությանն է եղել, ով է կառուցը։ Դե այն վաղ տենց էր էլի, չէ՞, մի հիմնարկություն ստանձ էր առնում, սանձ էր առնում, ոնց է այդ խոսքը։ Այսպես փողոցը նեղացել է, էլի։
Այսքան գարաժ որ դնեմ Այս դեմ դիմաց որ կա է շենքը ահագին երկար կառուցվեց ինչի գիտեմ որտեվ կինո հայրենիքի հատակները վրանում էինք մի հատ տղա էր տերը հետո իմացանք որ տերը եղբայրն է Ռուսաստանից ու այս շենքը իրանք էին կառուցում փաստորեն ինքը մեզ փող մնաց պարտ ահագին ժամանակ ձգձգում էր չէր տալի երևի համարյա մի տարի վերջում ասեց ուզում ես քեզ մեր շենքից մի հատ բնակարան տամ $3000 ինչ բնակարան է մի հատ զուգարան էլ չի ստացվում ինչի սա պետք վերջը տվեց իհարկե բայց հիշում եմ որ այդ որ ասեց հետևում է այդ շենքը էլի ոնց է գնում շինարարությունը կարող է իսկապես մի հատ զուգարան վերցնեինք 3000-ի դիմաց այս բան հա ստոլ բայ ես նայում եմ սպիտակ մտածեցի նեմարի հիշի բիրեժան ոնց էր Սոչի էր կեչի հա Այս ինչքան են կառուցել այստեղ հələ նայեք ժողովուրդ Այն շենքում ահագին հայտնի մարդիկ են ապրել, բայց ես այսօր չեմ կարդա այդ ցուցանակները այստեղ էս արձաններն է, չէ՞, հետաքրքիր պատկերացնում եմ, որ դպրոցում սովորեի ես ինչ խորհրդավոր տեղ կլներ, չէ՞, ամեն անգամ անցնելուց նայում ես ահա ու տեսակ ինչքան արագ դուրս է գալի մատենադարանից կասկադ էլ կասկադել չգնամ չէ թե մի հատ աչք գցենք все-таки լավ եկեք գցենք Ես այդ շենքն է առաջի պլանում, այդ որ կարենք զուգարան ունենայինք այդտեղ սեփական Այստեղ ինչ ունենք, արևի տակ նստած աղջիկներ են, հա, բոլորը Ազնավուրի կացարանը ասա չգիտեմ հաստատ բուդանա թե ուրիշ մարդը այս հետաքրքիր նայում եք սերվիս տիտան սա մերոնցից այն տղաները որ ես ասում էի լուսավոր ընտանիք Իրանք մի անգամ ինձ ուղարկեցին, ասեցին լոսում ահռելի շենք ունեն իրանք, IT ոլորտում են զբաղվում, ոլորտով։ Ես մի հատ վիդեո նայեցի, ճիշտ ասած, լավ չհասկացա ինչ են անում, ինչ որ սովորացնում են դասընթացներ, տենց տարբեր բաներ կային։ Ես էլ արևը անհաջող է։ Ասել մեր կասկադը Կարմանյան փողոց
Մյուս Թամանյան փողոցը այն կողմն է։ Գնացինք հենալ օպերան։ Այսքան է։ Ասենց մի հատ նուրբ ծառ։ Հայ կեչի է։ Կեչի, թե կեչի։ Չգիտեմ։ Մեկ էլ այնտեղ խորքերում մի հատ նուշ կար, ես մի անգամ վաղ ամռանը մտա ու զարմացա, լրիվ ծաղկած էր։ Այս թռնող սերմերը ինչ ծառա չգիտեմ։ Մի րոպե։ Այսպես զույգ են սերմերը։ Ուզում եմ մի հատ ցույց տալ ոնց էինք թռցնում փոքր վաղ, բայց շատ փխրուն են, հենց փոկում ես զույգերը իրարից անջատվում են։ Չստացվեց։ Կարծում եմ հասկացաք։ Ինչ ծառեր։ Մի հատ ասեք էլի հետաքրքիր է։ Որտեվ հացենին գիտեմ, նրա սերմերը մի հատ են, բայց սրանը զույգ են։ Դա ցույց տամ։ Հա, իդեպ Կասկադից էլ կարակ մոտենալն գնաք այս ճանապարհով։ Բան չի կանոց, բայց sense մի փոքր հատված Լուլու ջան, ողջույն։ Զարի վեր պետք է բարձրանաք։ Փոքր է շատ, ոչինչ։ Ահա, Կասկադը մնաց այնտեղ, մենք մնացինք ստեղ։ Դες մասը թռնեմ արդեն, դժվար նոր բան ցույց տամ։ Այսինքն հզոր նայեք ինչ կցակառույց է։ Արդեն շենքն է իրան կցակառույց։ Հա, ստեղել է, հա։ Շուտ գնամ գլխիս չխփի։ Այստեղ սենց ընտիր վարդ է։ Այս մեկն էլ լավ է։ Վերջի ծաղկունքն է, երևի։ Սենց հիմնարկություն է։ Պոգոշ։ Դուք նայեք ինչ է։ Գնացինք։ Սպիտակները արդեն են չի տեսքը։ Բայց կարմիրները համաձայնվեք լավն էին։ Այնտեղին էլ լավ է, բայց էլ կամերա չեմ փոխի։ Սարմեն փողոց։ Իմիջալուց այս շենքը ինչ-որ տեղ դուրս է գալի են, գիտեք որ շենքի բակը Արնո Բաբաջանյանը որտեղ ապրել էր, տիկնիկային թատրոնի բակը։ Երևի սենց որ գնամ, կընկնեմ այդ բակը։ Վերջը, հա հենա, մի անգամից այդ բակն է, լավ, էդ էլ է ծրագրից դուրս, հետքեք ծրագրով շարժվենք։ հասանք Մաշտոց, դեն
Պոնչիկանոցի շենքը։ Այս շենքում իմիջիայլոց այս շենքում կինոյի գործիչներ էին ու էլի երևի ինչ չեմ հիշում, կինոն հաստատ եմ հիշում։ Մի խոսքով արվեստի հետ կապված։ Այս շենքը հələ ոչ մի հույս չկա, որ կավարտեն։ Ստեղ լիքը ցուցանակներ կան։ Այս մեկը ճարտարապետին է վերաբերվում կարծեմ։ Չէ, եկեք չնայեմ ես այսօր հայեր։ Մի քանի անգամ ցույց եմ տվել նամանավանդ։ Հիմա այսենց կարանք գնանք, որ գնանք։ Օրինակ Պապլավոկ եք ուզում մատենադարանից հետո գնանք։ Սենց գալիս եք, ես արգելաձողը անցնում եք։ Ես դե Պոնչիկանոցի բակն է։ Ընդ որում ճարտարապետը կին էր, եթե չեմ սխալվում, այդ շենքի։ Ոստեղ սենց մտնում ենք համարյա կոնդ կամ կրիվոյ, ոնց եք ուզում։ Սա իմիջայլոց մի անգամ Մարկ Գրիգորյանի հաղորդումներ ու ընդ է Գևորգյան, հա? Ոնց որ Գևորգովի տղան էր։ Ինքը ծանոթ էր դեմքով, մեր բակ եկել էր։ Չեմ հիշում նկարիչ էր, ոնց որ։ Ու այդ ժամանակ ինքը հետաքրքիր բան պատմեց, ասում է, դե սովետի ժամանակ ասում է, սենց շենքեր որ կառուցում էին, իսկ Բաքում հին տներ էին։ Այդ մարդկանց ասվայենցի ասում էին այն ժամանակ։ Ու իրանց երեխաները ու մենք շենքի բնակիչների երեխաները էլի, դե ինչ որտեղ էլիտար ընտանիքներ էին ստեղ, մենք ասում է իրար հետ կռվում էինք հաճախ։ Ես չգիտեմ ճիշտ գնացի, կարող հենց էր պետք։ Դուք նայեք ոնց եմ գնում։ Չէ, սխալ եկա ոնց որ։ Ինձ պետքա դուրս գալ Գևորգ Քոչար փողոց։ Այս ասվայենցիներն են, հա։ Դե մի մասին տվել են երևի բնակարան, այն մնացած մասին թողել են ոնց կա իրանց տներում։ Տխուր կլինի, եթե սխալ եմ գնում։ Այս ոտերի տակ է պետք նայել ժողովուրդ։ Առույով, Աբովյան փողոցն էր սենց մի վաղտ։ Առույով։ Այս մեծ է, այս մեկը չէ, շենքը։ Հա, դուս եկա։ Ես կարծեմ են հաշվիչ հանձնաղց ժողովն է, չէ, շենքում նստում։ Նայեք այդ բույսերը ինչ հետաքրքիր աճում են, այն կինը Բաքում փաստորեն այդ նկատելով առանձին էր դրել։
Մի րոպե սպասեք, մի հատ ցույց տամ այդ մյուս կամերայով։ Ինչ լավ նկատել էր, էլի, չէ՞։ Այսինքն ինքը առանձին էս վերևի մասը մենակ, տենց իրար կողք շարել էր են մոխրագույն պատին։ Իրոք պետք է գործը շատ սիրես, որ տենց բաներ մտքովդ անցնի։ Դեստեղ հայկական բնաշխարհը գեղեցիկ։ Սենց մտնոլորտ։ Ահա։ Նկարիչի համար էլ ինչ է պետք։ Սաղ աշխարհի գույները կա։ Այո։ Հեշտ դուս եկանք։ Պաստորեն այն, որ ճուղավորվում էր, աչով է պետք գնալ։ Ասում եմ էլի, ոչ եմ հիշելու։ Ստեղ արդեն աղաքին մեծ, սա կարծում եմ վերջերս են համեմատաբար կառուցել։ Ու դուրս եկանք Գևորգ Քոչարի փողոց։ Այս շենքը եկեք մի հատ համենայն դեպս հաստատ իմանանք։ Ահա։ Մատենադարանից կարակ սենց դրամատիկական թատրոն էլ գաք։ Ակին հարմար տեղ է, չէ՞, Մատենադարանը։ Այս դվորնիկի տեղը փոխեցին, հա։ Ձյաջը Վաշային, ասում, լավն է։ Ներողություն։ Ալո։ Ալո, բարև։ Բարև ձեզ։ Ներեց եք Արմենի հետ եմ։ Այո։ Հա, չէ, Նելի ջան, ցուցահանդես հաստատ չենք մասնակցելու։ Հարցը հասկացել Հա, եմ, եղավ, սեսն։ Այս Ջաջավաշյան զանգ տվեցին, հիմա չգիտեմ, կարող ինչ որ մի հատված չի ստացվել, որտև գրեց «Что-то пошло не так». А что չմանրամասնեց, հա, ես ենք ուզում նայենք, հա, սաղ ճիշտ է, կենտրոնական, ընտրական, հանձնաժողով, հա, իդեպ Արտուրը Վարդանյան լավ զարգացրեց իմ առաջարկը, ասեց ընդհանրապես թող ամեն մեկը քվեարկի կոնկրետ ումա դեմ, ու մոտ քիչ դեմ կլինի, նա էլ թող անցնի։ Երևի կատակ էր անում, բայց առաջարկը դուրս եկավ։ Հա, իդեպ Իգերը շատ լավ կոմենտ էր գրել, ոնց էր ինքը մասնակցում ընտրություններին, որպես ինչ, պարտիայի ներկայացուցիչ էլի, կոմունիստական իհարկե, հետո հիասթափվեց, բայց շատ լավ էր գրել, ոնց էր Զոշինկոյի պատմվածք կլներ մի հատ։ Շնորհակալություն Իգոր ջան։ Այդ բանն էլ էր լավ։ Աբովյան փողոցը, որ նկարագրեց իր համար Աբովյանը ինչ էր, ես ուղղակի ապշեցի Իգորի հիշողության վրա,
Անենց մանրամասներ էր հիշում, նույնիսկ են կոկտեյլի մեքենայի մարկան էր հիշում, Վառոնիժ։ Իգր ջան, ես ասեմ ինչի այդ մասը Աբովյան փողոց, որտեղ դա ոնց որ մեր այդ ձեր նկարագրած տեղերը Արաքսից սկսած մինչև Արնո Բաբաջանյան համերգասրա, դա ոնց որ մեր տունելն էր, ոչ թե փողոց էլի։ Շատ է այդտեղ ժամանակ անցկացնում։ Դրա համար Աբովյան, որ ասում են, դա ինձ համար փողոց չի։ Դա համարյա մեր բնակարանն է։ Բայց մեկը, այդքան բան, ինչքան դուք եք հիշում, անրունքներ, ես չէի հիշում։ Մասնավորապես այդ երաշտական գործիքների վերանորոգման տեղ մտաբերեցի։ Ինչքան հասկացա, այն կանֆետի խանութի կողքներ են հայլիներով, բայց մեկը չհիշեցի։ Երաշտական դպրոցը հիշում եմ, մի վաղտը տեղեր, բայց այդ գործիքների կարող է դպրոցին կից ինչ-որ արեստանոց էր։ Լավ, ընդեղից դուրս եկանք ու իջնենք ներքև։ Եկեք ես ընդեղ մի հատ սուրճ խմեմ, մի առանձնապես սուրճ չի, բայց դե։ Ես էլ լավ է երկե։ Լավն է այս փողոցը։ Ես ինչ-որ նոր է, չէ՞։ Փարիզ, բլուր, թե ինչ, չեմ հասկանում։ Stone by Stone։ Այս ինչ է տակիր տեղը։ Այս որտեղից եմ մտնում։ Վարեզ ստեղից է մուտքը։ Այն կողմից է, բայց կողմից է մտնում։ Ներս մտա, շատ հաճելի աշխատակցուհի էր, բայց խնդրեց, որ իրան չնկարեմ կադրի մեջ, բայց ինքը կպատմի մեզ հիմա մանրամասն, խնդրեմ։ Դիլիջանում մեծ բնակարանային կոմպլեքս է կառուցվում, գործակցում ենք Marriott AC International-ի հետ, 6-րդ մասնաշենքը պատկանում է Marriott-ին։ Մնացած 5 մասնաշենքերը արդեն օգտագործվում են եւ ներդրումային եւ անձնական բնակության նպատակով։ Այսինքն կարող են ցանկացողները գնել ինչ-որ։ Իհարկե։ Հա։ Այո, իհարկե, կոմպլեքսում առկա են բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Մի քիչ բարձր չեք ասի, վախնում։ Կոմպլեքսում առկա են բազմաթիվ ենթակառուցվածքներ, որոնցից կարող են օգտվել կոմպլեքսի բնակիչները, ինչպիսիք են տենիսի կորտ, սպա սալոն, ջիմ ու նմանատիպ այլ ենթակառուցվածքներ։ Եղավ, շատ շնորհակալություն։ Marriott-ը այդն է, որ հրապարակում ունեն, հա։ Պարզա, իսկ այս օֆիսը փաստորեն դուք բացել եք, որ վաճառքի համար ստեղ դիմեն, հա, օտենան։ Դուք պատմեք, ինչ կա, որն է ազատ, ինչ գներ են, հա։ Իսկ Դիլիջանում որ մասում է մոտավորապես։ Դիլիջանում կենտրոնական հատվածում է գտնվում Ալպյան ամրոցի հարևանությամբ։ Ինչի հարևանից։ Ալպյան ամրոց համալիրի։ Ալպյան ամրոց։ Այնտեղ Դիլիջանում կենտրոնում մի հատ լիճ կա, այդ լիճի հետ այս կոմենկոմ է, թե։ Հաջան։ Այստեղ տեղանքը երևում է։ Մի հատ չեք փոքրացնի, որ ավելի հասկանալի լինի։ Ինչ ծանոթ բան կա, այս դուք եք, պարզա։ Այո, այս կողմում գտնվում է Ալպյան ամրոցը, այս հատվածում գտնվում է արդեն էլի հյուրանոց կար, կներեք աննամորոցով։ Տեսեք, սենց այս կողմից Երևանից գալիս է։ Հա։ Չէ, սա ճանապարհն է։ Երևանից այս կողմից են։ Ահա, ստեղ էս Միմինոյի արձան բանն է, հա։
Այս հատվածով բարձրանում արդեն։ Հա, բարձրանում եք վերև, հա, մի քիչ։ Հա, արդեն սկսեցի հասկանալ։ Այնտեղ բանկերի ապրողների համար էլ ինչ որ շենքեր կային այդ կողմերը ոնց էր թե։ Մեկ վարկյա։ Հեսա տեսեք, ստեղ Best Western-ը, այս մեր հատվածն է, այս Ալպյան ամրոցն է։ Ու արդեն սենց գնում է դեպի քաղաք։ Ստեղ Դիլիջանի ազգային։ Այս Թումոն է, հա։ Հա։ Եղավ, շատ շնորհակալություն։ Համեցեք։ Իսկ ինչքան բնակարաններ կան, ինչքան մարդատեղ կարա։ 226 բնակարան ունենք 5 մասնաշենքերում ու նաև Մարութի։ 226 բնակարան։ Իսկ այլ է ինչ որ գին հարցնել, թե մեկա չեք ասի։ Դե 40 մետրով ահաշվում։ Մոտավորապես։ Ավելված է արդեն թե որ մասնաշենքում է լինելու բնակարան, որ հարկում բնակարան ինչ տեսնում։ Ինչ որ միջին գին կարող եք բանանել։ Բարձրացնել։ Բնակության նպատակով վերցնելու դեպքում բնակարանի քառակուսի մետրի արժեքը սկսվում է $1700-ից։ Այս պահին առկա բնակարաններից ներդրումային արժեքով $1900-2000-ից է սկսվում։ Եղավ, շատ շնորհակալություն ձեզ։ Դե տեղը տեսակ հայր, եթե ձեզ հետաքրքրեց, կարաք մտնեք։ Մեր լավ աղջիկը ամեն ինչ ձեզ կբացատրի ավելի մանրամասն բնականաբար։ Ես կարամ բացեմ։ Ձեր գործերին էլ հաջողություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Ստեսում։ Ոյ։ Հա, ես ինչ որ բարձր աստիճաներ, հա, ոչ ստանդարտ։ Գնացինք։ Հետաքրքիր տեղեր, չէ՞։ Դիլիջանում բնակարան։ Այս Աբովյան դպրոցի շենքն է, դե հասցեն գրած է Իսահակյան 30, դե պարզ է Աբովյան փողոցը։ Աբովյան դպրոցը Իսահակյան փողոցի վրա դուրս գալի, բայց ստեղ է մի հատ հետաքրքիր ցուցանակել է, նայեք ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետություն պրովիզոր նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Տնաս որտեղ է այդ քոլեջը։ Մուտքը չփակել, առանց փակելու մի հատ ներխուժ ենք։ Հիմա ոնց իմանանք ստեղ որն է քոլեջը, որն է դե որն է Աբովյան դպրոցը պարզը։ Հուսամ ես Աբովյան դպրոցինն է։ Չէ, ես մարժադաշտը։ Չէ, բժշկական քոլեջի նշաններ չեմ տնում։ Ընդերնից եկա, ասա հանգիստ իմ պլանով գնում է էլի, ինչ տենում կարդում եմ, թե ինչ գործ ունես։ Գնանք պարզենք մի հատ, տնանք որտեղ է այդ քոլեջը։ Նայեք, սատանի անիվն է երևում։ Ահա, ստեղ մեկը կա, չէ գնաց։ Չէ, բայց ստեղ սաղ դպրոցի նման է։ Դժվար ասելն է, չէ, քոլեջը։ Նե, եկեք ես հանջատեմ, մտնեմ խոսամ հանգիշտ է, չէ, հետո ասում են մեզ հանեք, մեզ բան արեք, պրոբլեմ ալնում, չէ։ Վերջ, ամեն ինչ պարզեցի հայր, ուրեմն նայեք ինչա, այս մասը ամբողջը քոլեջն է, համել դպրոցն է, ասում է դպրոցը դասերը ավարտում է, հետո քոլեջն է աշխատում, 1:30-ից սկսած։ Սենց, բժշկական քոլեջ։ Իսկ անվանումը ինչի հետ է կապված, այդ արդեն բարդ հարցը էլ նույնիսկ չտվեցի։
Հա, բուրգերն են, հա։ Ապրիլ դուրս գանք Քոչար փողոց էլի կարճ փողոց է, բայց իհարկե ամենակարճը չի։ Հա, ես սուրճ էի հա ուզում խմեի։ Դե գնանք։ Են էլ կարմիր շենքը, կարմիր կամուրջը վերականգնեցին, կարմիր շենքը կառուցեցին։ Մենաս խի, պետք է ես հիշատեմ ես վիճակ, որը կենից ես լավ վիճակ օրում։ Քեզ ու Սեգոնի հետ մեկը հիմա ավելի լավ վիճակ ունի։ Ես էլ Աբովյան դպրոցը։ Բայց նայեք, ստեղ քոլեջի մասին ոչինչ չկա գրած։ Թե են սպիտակը քոլեջն է։ Կարող է, գիտեք։ Չէ, ընտրական տեղամաս։ Ես արդեն սկսեց ընտրական պատմությունները։ Ասացին մյուս տարի է, չէ՞ ոնց որ։ Այ Իգորին բերեինք ստեղ դիտորդ որպես, չէ, այդ ընտրություն։ Այդ դիտորդը ինչ պետք է անի այ մարդ։ Հիմնարկերներ կան, հրահանգ են տալի տնօրենին ասում են այսքան մարդ կապահով ես, եթե ուզում ես մյուս տարի տնօրեն ելնես։ Քիչ ձևեր կան, զինվորներին, չգիտեմ ինչ, լավ է։ Պապլավոկ մյուզիկ հոլ է դառը, հա, սրճարան չի։ Այ մարդ, ես ես չմտածեցի, որ կարող է փակ լինի։ Յա, հələ տեսեք, սենց ապակե պատել են, այսինքն ենթադրում են ամբողջ ձմեռ աշխատեն, հա։ Ասի չէ տակիր բաներ, բայց ես դժվար է չէ ստեղ ջերմություն պահել, ես դուրը պարզա գնացող եկնողները հակը բացեն կփագեն, չէ, այստեղ երաշտություն է ես անջատեմ։ Ահա, սենց մի գավաթ սուրճ վերցրեցի, գները հետո կասեմ, հա մի քիչ խմել եմ վրայից, բայց մեկը փրփուր չկար։ Շատ լավ երկու երեխեք էին, սկզբից որ մտա ասեցի ես կարդարացնի իրան այսքան ծախս ես սաղ տարածքը ջերուցել, ուզում եք ամբողջ ձմեռ աշխատեք, ասեցին հա փորձենք, տենանք, դե փագել ենք ասմա, հուսանք տենց թանք չի նստի, բայց հետո որ սուրճի դե Փարիզյան չունեին արևելյան պատվիրեցի, որ հաշիվը բերեցին 880 դրամ էր։ Ասեցի, բա ես էլ ձեզ համար էի անհանգստացնում, այսքան ծախս, պարզվում է այդ մեր վզով է, հա։ Ծիծաղում են երեխեքը։ Հա։ Ու հարցրեցի ծխել կարելի, ասեցին, հա։ Բա ասեցի, այդ ինչ գաղտնիք է, միտեղ ասում են կարելի է, միտեղ ասում են չէ։ Ասում է, սենց է ուրեմն։ Եթե գան տուգանելու,
մենք ասում ենք, որ մենք զգուշացրել ենք, որ ծխել չի կարելի ու պաստորեն հիմա ձեզ ենք զգուշացնում, էլի։ Եթե տուգան են, դուք եք տուգանը կմուծում, որտեղ մենք ձեզ զգուշացրել ենք։ Իսկ եթե չենք զգուշացրել, մենք ենք տուգանքը վճարում 250,000 դրամ այդ ժամանակ տուգանքը։ Սենց, մեկ էլ մի հետաքրքիր բան ասեցին։ Ուրեմն ասեցին բաց տարածքը, եթե տանիք կա, այսենց բաց տարածքի մասին է խոսքը, ծխել չի կարելի։ Եթե տանիք չկա, տենց վերևը, դե որ տարածքում տանիք չի լինելու։ Այ Փարիզանում չեմ հիշում։ О, привет. Ես Անջատն լեզ եմ։ Ահա։ Լևոնի հետ զրուցեցինք, կնոջ հետ էլ։ Իսահակյան փողոց։ Հա, հիմա ես ստեղից պետք է հասնեմ մեքենայիս մոտ։ Մի հատ վերջնական նայենք, այսօր ինչ արեցինք։ Ուրեմն մատենադարանից մտամ դուրս եկանք ու մի հատ պոլիտեխնիկ գնացինք մատենադարանից։ Հա, ընթացքում կամերային թատրոն, հետո գնացինք Սարմեն փողոցով Գեղարվեստի ակադեմիայի մոտով ուր Կասկադ գնացինք, հետո էլ Պոնչիկանոցի բակի մոտով եկանք, ասենք, դրամատիկական թատրոն, եկանք Պապլավոկ, մի խոսքով սենց ճանապարհներ կան, անունը ինչ դնեմ, Գողտրիկ, հա էլի, 3 Գողտրիկ ուղղություն մատենադարանից, դե պարզա այդ տեղանքի այդ ծանոթ մարդիկ կծիծաղան այդ անվանվան վրա, իրանց համար այդտեղ ոչ մի Գողտրիկ պատմություն չկա, այ մարդ, ես կինո նայրին կուզենայի, ռետրո կինոթատրոն դառնար, փագել են, են բան կա է ռուսերեն չէ, Հաշինքն ինչ ռուսերեն, Լոպե դե վեգաներ չէ, Սաբակը նա սենի, ինչ ոնց թարգմանեմ հիմա, Սենան չգիտեմ ոնց է այրան, շունը չոր խոտի վրա, մի խոսքով ոչ ինքն է ուտում, ոչ էլ թողում է ուրիշները ուտեն, կարող է էլի մի հատ լավ հովանավոր կինոյի սիրահար գտնվի, ասի եկեք սենց բան բացեմ ժողովուրդ, հեա որ գտնվեց ինչ, մի օր էլ կբռնեն կզերպակալեն, կարող է, իսկ կարող է չէ, գնացինք, լավ ժողովուրդ ես, Մաշտոց պողոտա դեպի վերև, մեր պլանի մեջ չի մտնում, եկեք պլանին հետևենք էլի, պլանին մի հատ կարգին անուն դնենք, թե չէ, ուրիշ բան է հիշացնում, նախագիծ, մեր նախագծին չի համապատասխանում, եկեք ես չինարներով հիանալով, ես ձեզ հրաժեշտ տամ, լավ մնաք, ժամը 5-ն է, լավ մնաք, միշտ առողջ և խաղաղ երկինք, խաղաղություն